Գիտական ուսումնասիրությունների արդյունքները հիմնականում մնում են լաբորատորիաների պատերից ներս կամ տպագրված հոդվածներում, այնինչ կիրառման դեպքում դրանք կարող են բարելավել մարդու կյանքը։ Բացը լրացնելու համար դոցենտ Լուսինե Ալոյանը նախորդ տարի դիմել էր Երևանի պետական համալսարանի մինի MBA ծրագրին։ Գիտնականը ստացել էր բիզնես մոդելավորման, շուկայի վերլուծության, արժեքի առաջարկի ձևավորման եւ այլ գիտելիքներ, որպիսի գիտական նախագիծը վերածի արտադրության։ Երբ որ ես իմացա մինի MBA ծրագրի մասին եւ նոր ոնց որ ծրագիր էի մշակում, միանգամից գաղափար առաջացավ, որ ես անպայման պետք է մասնակցեմ այդ ծրագրին, որպեսզի այն ինչ որ ես նախատեսում եմ եւ արդյունքներ պիտի ստացվի, մենք արդեն ունենք դրական արդյունքներ, որի հիման վրա պրոյեկտը մշակել ենք, ես գտնում եմ, որ դա գտել էի, այսինքն հասկացա, որ դա հնարավորություն կտա նաեւ այդ գաղափարները փորձել ուղղորդել արդեն կիրառության։ Դոցենտը մասնակցել էր դասընթացների, մենթորների աջակցությամբ կազմել էր իր գիտական նախագծի վրա հիմնված բիզնես գաղափարը։ Ասում է, գիտական եւ բիզնես մտածողությունները տարբեր են, ուստի բախումներ շատ են լինում։ Տարբերությունը կա, այսինքն այն ինչ որ մեր համար դա շատ կարևոր էր եւ մենք ողջևորված, որ ասում ենք, այ սա կարևոր է ստացել ենք, իրենք կարող են միա sense սովորական հարց տալ, բայց ինչով է կարևոր եւ որտեղ եք դա կիրառելու, եւ դա մտածելու sense տեղիք էր տալիս, որ գիտական բանով այո կարևոր է, բայց պետք է մտածել, թե որտեղ դա կիրառենք, որպեսզի մարդկության համար դա կարևոր լինի։ Լուսինեի գաղափարը հաղթել է մինի MBA ծրագրում։ Գիտնականն իր թիմի հետ տարիներ շարունակ ուսումնասիրում է հակաբիոտիկ դեղերին փոխարինող միջոցներն ու դրանց ստեղծման մեթոդները, օրինակ ֆոտոդինամիկ թերապիան։ Մենք կիրառում ենք հատուկ նյութեր, ֆոտոսենսիբիլիզատորներ, որոնց վրա լույսը ընկնելով սովորական տեսանելի լույս ակտիվացնում է, որի արդյունքում առաջանում են ազատ ռադիկալներ եւ իրանք վնասում են բակտերիաները։ Այսինքն գաղափարը դա շատ նոր գաղափար չի, ավելի գաղափարային է, որպեսզի գտնել այնպիսի նյութեր, որոնք նախ տոքսիկ չեն վնասի կենդանի օրգանիզմներին, բայց փոխազդելով բակտերիաների հետ եւ ակտիվանալով լույսի ազդեցության տակ իրանք կբերեն ցանկալի արդյունքին։ Քանի որ բակտերիաների կայունության հարցն առողջապահական ոլորտի առաջնային մարտահրավերներից է, Լուսինեն նախատեսում է իր գիտական աշխատանքը լաբորատորիայից տեղափոխել բիզնես։ Ասում է, գործընթացը ժամանակ կպահանջի, բայց կտա դրական արդյունքներ։ Արամ Մարանդյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։